Մուլտիպլիկացիոն ողջույններ, իմ տաղանդավոր փոքրիկ հեռուստադիտողներ, եթերում մուլտիպնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիպնիկը։ Իհարկե իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ ողջունում են իմ ետևում գտնվող ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, մեր մշտական լավագույն բարեկամները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, գրեկերներով, աղի ձողիկներով, չիփսերով եւ իհարկե իմ լավ բարեկամներ մարշմելոներով հանդերձ։ 3 համի մարշմելոներ ունեն, գիտեմ փոքրիկները շատ են սիրում, փափուկ է, ամպիկի նման եւ համեղ։ Ես նրանց համեր եմ տվել մուլտիպլիկացիոն ծիածանի համով, ամպիկի համով եւ արևի համով, իմ փոքրիկ բարեկամներ։ Դուք մինչև ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստ պահենք, ասեմ այն կողքի տեսախցիկի ետևից, թե էլ ով է ձեզ ողջունում։ Գիտեք, մեր ժամապահ Քերին շատ բարի է այսօր, մեզ եթերային երկար ժամանակ կտա, որպեսզի մեր մշտական հեռուստադիտողներից մի քանիսի այսօրվա առաջադրանք կատարեմ։ Մատիտները պատրաստ են։ Պարտադիր ռետինե ջնջոց ենք օգտագործում։ Ուրեմն մեր նամակների սենյակում նամակներ, երբ որ փորփրում եմ, կարդում եմ, ընթերցում եմ ցանկությունները, բազմաթիվ փոքրիկներ շատ են խնդրել Քերի Մուլտիպնիկին, որ Քերին ձեզ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ սովորեցնի նկարել ձի կամ ձիուկ։ Ես որոշեցի փափուկ խաղալիք է մուլտիպլիկացիոն ձիուկ սովորեցնեմ նկարել ամենաչնկարող փոքրիկի համար։ Դե սա կարող են նկարել այս հերոսին 4 տարեկանից մինչև 12 տարեկանները եւ ավելի մեծերը։ Դրա համար մեզ պետք է սպիտակ թղթիկ, սև կախարդական մատիտ, Քերին այս դեպքում մարկեր է օգտագործում, վարպետ մատիտ, դուք սովորական մատիտ օգտագործեք, սխալվելուց ռետինե ջնջոցով մաքրեք, նկարեք այնպես, ինչպես Քերի Մուլտիպնիկը։ Պատրաստ եք, չէ՞, շատ դյուրին ձևով եմ սովորեցնել նկարել։ Վերցնում ենք մատիտը, թղթիկի ձախակողմի հատվածում գլուխն ենք նկարելու, մարմինը, հետո պոչիկը, ոտքերը եւ այլն։ Ինչ ենք անում, որպեսզի ավելի ծիծաղելի հերոս ստացվի, մենք ավելի մուլտիպլիկացիոն կերպար կտանք նրան։ Ուրեմն, կլորիկ աչքեր ենք նկարելու, 1, տեսեք, այստեղ փոքրիկ կիսալուսնաձև փայլիկ եմ անելու, իբր աչքի սևիկն է։ Այստեղից երկրորդ աչքը դեռ չեմ նկարի, այսպիսի մի պատկեր ենք նկարելու։ Հոպ։ Երկրորդ աչքը կիսակլորիկ կանենք մի քիչ էլ փոքր, այստեղից։ Էլի սևիկը կանենք, Սա մեր ձիուկի գլուխն է իմ փոքրիկ բարեկամներ, այստեղից կորգծիկով կառանձնացնենք դունչիկը, քթանցքը գալարաձև նախշ կանենք այսպես։ Ժպտացող բերանիկ, շատ լավ է, եթե այստեղ ես ականջ նկարեմ, ականջին խորություն տամ, տեսակ, նոր ճակատային մազի թելիկները նկարեմ այսպիսի մի պատկերով, արևի շողերի նման, շատ լավ է, տեսեք ինչ դյուրին ձևով մենք ստացանք այս նկարը և այս հերոսին իմ փոքրիկ բարեկամներ, քանի որ Քերի Մուլտիպնիկը ձեզ խոստացա, որ նկարելու ենք փափուկ խաղալիք է ձիուկ, իհարկե մուլտիպլիկացիոն, մենք ամբողջովին ոտքերը, սմբակները չենք նկարի ինչպես իրական ձիուկի։ Պարանոցն ենք նկարելու այստեղից ուղիղ, հետո մեջքի մասը և տազիկը։ Տեսակ, պարանոցը այստեղից կշարունակենք, կրծքավանդակ և ոտքը։ Ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ, փափուկ խաղալիք եմ, քիչ չաղլիկ կնկարենք, այսպես, ոտքը կշարունակենք, այսպես, հետո ետևի ձախ ոտքն ենք նկարելու իմ լավ բարեկամներ, տեսեք, այստեղից, կարճ, փափուկ և գեղեցիկ, հիմա սմբակները կնկարեմ այստեղ, մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարում, եթե աչ ոտքը նկարենք և ետևի և դիմացի, մի փոքր կիսատ կերևա, այսպես,
Այստեղ էլ կիսատքի երևա։ Հիմա մեր ձյուկի 4 ոտքերը ունենք, ճիշտ է, ապրեք դուք։ Ես դե պարանոցին ետևի մասից էլի մազի թելիկներ կանեմ, այսպես կրակի նման, պոչիկը կնկարեմ, այստեղից, թամփ կնկարենք, մուլտիպլիկացիոն մի քիչ գունեղ դարձնելու համար եւ կարող ենք ասել վերջ, մեր մուլտիպլիկացիոն կերպարը պատրաստ է։ Մուկ սև մատիտով կընդգծեմ մեր հերոսին, թե ինչ ենք նկարել, հետո կներկենք։ Տեսեք ինչ ենք անում, այսպես։ Ընդգծում ենք, որպեսզի ձեզ լավ երևա, թե ինչ հերոս եք նկարել, սիրելի փոքրիկներ։ Եթե քերին վերջում է ժամանակ տա, մենք նաև մեր այս հերոսի համար բնություն կնկարենք։ Կարող է ձեզ համար լինի խաղալիքը, մուլտիպլիկացիոն ձյուկ, կարող է լինել ուղղակի մուլտիպլիկացիոն ձյուկ, գուցե դուք նրա համար պատմություն հորինեք։ Տեսեք, ես ընդգծում եմ պատկերը։ Այ այսպես, դուք ես սև մատիտով եթե ընդգծեք, ձեր հերոս ավելի լավ կերևա, ներկելուց էլ գծիկից դուրս չեք գա։ Մնաց ետևի մասը և վերջ։ Հիմա, ոտքերի տակ ստվեր կանենք, ձվաձև այսպիսի կլորիկ ստվերներ, եթե լույսը աջակողմյան մասից է, այսպես ստվերները դեպի քերի մուլտիկնիկն ենք նկարում։ Ներկենք, հետո կորոշենք, բնություն կնկարենք նրա համար, թե չէ։ Ինչ եմ անելու, վարդագույն մատիտը վերցնելու եմ, իմ փոքրիկ բարեկամներ, դունչիկը վարդագույն եմ ներկելու, ընդգծելու եմ պատկերը, նույնիսկ կարող եք կլորացնել, ժպիտն եմ ընդգծելու, քթանցքը գալարաձև, այսպես, ու վերևից մի փոքր այսպես կլորացնելու եմ, գնալով երանգը թուլացնում ենք, տեսակ, իսկ ձախակողմի հատվածը կիսալուսնաձև ավելի մուկ, կոպերը կարող ենք մի փոքր այսպես ընդգծել վարդագույն մատիտով, ականջի խորքը, սմբակները, խաղալիք է ձյուկ է, ինչ գույնով ցանկանում եք, հենց այս գույնով էլ ներկեք, ձեր ձյուկն է, սիրելի փոքրիկ բարեկամներ, եկեք մազերն էլ վարդագույն անենք, հա, լավ, թույլ երանք սպիտակ մասեր թողնելով, մի քիչ հետո դեղին էլ կավելացնենք, կերանգավորենք դեղին մատիտով, այսպես, այսպես, շատ լավ է, պոչիկը, գծիկներով, պոչկի մազերը որպեսզի լավ երևան, հիմա դեղին մատիտը մեզ օգնության կգա, ուր է դեղին մատիտը, ահա, երանգավորել ենք մազերը, այսպես, պոչիկը և սմբակները, մի փոքր, այսպես, ուրեմն սիրելի փոքրիկներ, ձյուկը որպեսզի ամբողջովին սպիտակ չմնա, ես աջակողմյան հատվածից դեղին մատիտով այսպես կլորացնելու եմ և դունչիկը, և պարանոցը, կրծքավանդակը, ոտքերը, փորիկը կարելի է մի փոքր ընդգծել, այսպես, թամբը ընդգծել, թամբը մի այլ գույնով կներկենք, տեսնենք ինչ գույն չենք օգտագործել, հենց այդ գույնով էլ կներկենք, կանաչ մատիտը կվերցնեմ, նաև կարմիր մատիտը, թամբի շերտիկը, սիրելի փոքրիկ բարեկամներ, մուգ կարմիր մատիտով այսպես կներկեմ։ Քերին ասում է երկար ժամանակ ունենք, նույնիսկ կարող ենք բնության գրկում նկարել մեր հերոսին։ Ու կանաչ մատիտով ամբողջությամբ թամբը կներկեմ ես։ Միշտ ասում եմ, պետք է պատկերը ընդգծել գունավոր մատիտով, որպեսզի պատկերից դուրս չգանք, հա։ Նոր ներկենք։ Շատ լավ է։ Դե քանի որ կանաչ մատիտը մեր ձեռքում է, եկեք մարգագետինը գծիկից ներքեն, կանաչ ներկենք, այսպես ուրեմն, կընդգծենք պատկերից դուրս, այսպես, այս մասում, ոտքերն ենք ընդգծում, փորիկը, տեսնում եք ստացվում է չէ ձեզ մոտ, ես գիտեմ դուք տաղանդավոր փոքրիկներ եք, քերի մուլտիկնիկի հետ կրկնում եք նկարը, նկարում եք և ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, ապրեք դուք, այսպես,
ու սկսում ենք մարգագետինը գեղեցիկ, այսպես կանաչով ներկել։ Դե դուք ժամանակ ունեք հաղորդումից հետո նույնիսկ կարող եք ծաղիկներ ընտեղ նկարել, բնություն, հատապտուղներ, սունկեր, ինչ ցանկանում եք, ինչ թույլ կտա ձեր մանկական երևակայությունը, հենց դա էլ կարող եք նկարել ու ներկել։ Ես մի քանի խոտիկներ այսպես կընդգծեմ։ Մուլտիպլիկացիոն մեր հերոսը դաշտում երևի թե դուրս է եկել արածելու կամ երևի գարուն է, ողջունում է գարնան առաջին օրը։ Այսպես, քերը ինչքան ժամանակ ունենք։ Ուրեմն մի քանի պատկեր նկարենք, հա։ Երևի թե լճակի մոտ է, լճակի ափին։ Այստեղ եթե մենք գծիկով առանձնացնենք, տեսեք սիրելի փոքրիկներ։ Այ այսպես։ Գծիկից ներքև կհամանենք լճակը։ Հետո հեռվում եթե սարեր նկարենք, ասենք, այ այսպիսի ժայռոտ սարեր նկարենք, դուք պարտադիր չէ, այնինչ քերի մուլտիկնիկը նկարում է, դուք էլ նկարեք։ Դուք կարող եք, ասենք, ջիուկի տնակը նկարեք, կամ մի այլ պատկեր, անտառ, այստեղ ամպիկներ, և ասենք, թե արև, գարնանային արև։ Եթե ես վերցնեմ կապույտ մատիտը, այսպես, լճակը կապույտ ներկենք, բայց լճակը ներկելով հանդերձ, ձեզ դեղնասպիտակ ջիուկը ավելի լավ կընդգծվի, սպիտակ թղթիկից կկտրվի և ավելի գեղեցիկ կերևա։ Տեսեք, ես մատիտս զուգահեռ գծիկներով եմ տանում, նաև ալիքներ ստանալով։ Սա ձախակողմյա հատվածը, հիմա աջակողմյա հատվածը, կարելի է պատկերը ընդգծել, բիսի գունավոր մատիտով չանցնենք գծիկը, նոր ներկել։ Այսպես, լճակը ներկեցինք, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Հիմա ժայռերը կներկենք, երևի թե շագանակագույն, կվերցնեմ շագանակագույն մատիտը և մուգ դեղին մատիտը։ Աջակողմյան մասերը ավելի մուգ շագանակագույն կներկեմ, այսպես։ Համարենք ժայռեր են, ոչ թե սարեր։ Հիմա ձախակողմյան մասը պետք է ասեի, ձախակողմյան մասը, ձեզնից ձախ, բայց այսպես աչ։ Ներկում ենք շագանակագույն, իսկ մյուս ժայռը աջակողմյա մասն ենք ներքում շագանակագույն, ձեզնից ձախ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ու մուգ դեղինով սպիտակ թողված հատվածները երանգավորում ենք։ Ջրի ալիքների վրա, այսպիսի գծիկներով իբր ջրի ալիքների վրա երևում են ժայռերի արտացոլանքը, արևը, ավելի ուժգին հյութեղ դեղինով ենք ներկելու, քերի ինչքան ժամանակ ունենք, ուրեմն երկինքներ կարող ենք ներկել կապույտ, այսպես շողերը դեղին, այսպես շատ լավ է, տեսեք ինչ գեղեցիկ պատկեր ստացանք, ավելի բաց կապույտ մատիտով արդեն երկինքն ենք ներկելու, որպեսզի ամպիկը սպիտակ մնա, մենք գծիկից դուրս երկինք կապույտ կներկենք, իսկ արդեն ամպիկը կմնա սպիտակ, տեսակ, ընդգծեցիք, շատ լավ արեցիք, հիմա շարունակում ենք ներկել կապույտով, այսպես, հետաքրքիր նկար ստացվեց մեզ մոտ, նույնիսկ որպես առաջադրանք սիրելի փոքրիկներ, եթե դու հենց դու սիրելի փոքրիկս ուզում ես մի օր հայտնվել քերի մուլտիկնիկի տաղավարում, հաղթող ճանաչվել, նվերներ ստանալ մեր ապաչի ընկերության կողմից, ուրեմն շատ գեղեցիկ նկարի այս նկարը, փափուկ խաղալիքի ջիուկը կամ ուղղակի մուլտիպլիկացիոն ջիուկը լճի ափին այսպիսի վերնագրով մի հեքիաթ հորինիր, նկարի հետ ուղարկիր քերի մուլտիկնիկին, անպայման այնտեղ գրեք ձեր մեծերի հեռախոսահամարները, եթե հաղթող ճանաչվեք, քերի մուլտիկնիկը և ապաչիները կզանգահարեն ձեզ, կհրավիրեն իրենց տաղավար, կմասնակցեք մեր մրցույթին, կստանաք նվերներ, պայմանավորվեցինք,
Դե շատ լավ է։ Քերի ամբողջությամբ խնդրում եմ ցուցադրես մեր նկարած նկարը։ Ինչ դուր է գալիս։ Եվ ձիուկը, եւ բնությունը, երևի թե նկարը ձեզ հնարավորություն կտա սիրելի փոքրիկներ, հատապտուղներ այստեղ նկարենք մի քանի, հնարավորություն կտա հեքիաթ պատմություն հորինելու։ Տեսնեմ ինչ պատմություն եք հորինելու։ Իսկ այդ նկարները, ձեր առաջադրանքները, նամակները, պատմությունները քերի մուլտիկնիկին հասնելու համար հիշեցնում եմ մեր անփոփոխ հասեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ ձեր փոքրիկները եւ հեքիաթ ներկայացումներ կարող են դիտել, վարպետանց դասեր, որ երբևիցե հեռուստատեսությամբ չի ցուցադրվել, հեռուստաեթերով, մրցանակաբաշխությունից, համերգներ, կրկեսային շոու ծրագրեր եւ այլ եւ այլ։ Վերջ ժամանակն է հրաժեշտի։ Ժամապահքերին ասում է արդեն եթերային ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Ժամապահքերին մեր նոր մուլտիպլիկացիոն հերոսը ձիուկը լճակի ափին ձեզ սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչիները, ապաչի ընկերությունների քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, աղի ձողիկներով, արևածաղկի սերմերով եւ իհարկե մարշմելոներով հանդերձ, այսպես ես դե համտեսել եմ շատ համեղ է ու գախնիկ ասեմ սիրելի փոքրիկներ, եթե ուզում եք շատ գունեղ հետաքրքիր ներկել, ասում եք կախարդական խոսքը, ալբուլդա, մարշմելոներից մեկ հատիկ փորձում եք եւ շատ գունեղ ներքում։ Նրանք են ձեզ հրաժեշտ տալիս, ինչպես նաեւ ձեր շատ սիրելի մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ քերի մուլտիկնիկը։ Բարի եղեք։ Սիրեք իրար, Աստված ձեզ պահապան, ալբուլդա, միշտ օր հանդիպում։ Oh.